Շնորհակալություն պարոն վարչապետ, երկու հարցի մասին եմ ուզում խոսել, երկրորդը նշեցիք արդեն, ամենակարևոր հարցը այս խնդրի լուծման, որ հիմա արվում է կառավարության կողմից, դա մանկապարտեզների ծրագիրն է։ Եթե ամեն համայնքում, ամեն տարածքում լինի մանկապարտեզ, էականորեն նաև այդ զբաղվածության հարցը կլուծված կլինի, հետևաբար հնարավորություն կունենան կանայք եւ կամ տղամարդիկ զբաղվել այն աշխատանքով, որը ուզում են։ Հիմա վերադառնամ մյուս հարցին, մենք այստեղ խոսում ենք գենդերային խտրականության եւ անհավասարության մասին։ Իմ կարծիքով Հայաստանում գենդերային խտրականություն չկա, բայց կա խիստ անհավասարություն եւ երկու օրինակ մենք բերեցինք, օրինակ դպրոցներում որպես ծնող ասեմ 90+% երեխաներին դասավանդում են կանայք։ Ես չգիտեմ սա կրթության որակի վրա կամ դաստիարակության վրա ինչպես է ազդում, բայց սա իմ կարծիքով խնդիր է նաև։ Ներեք, պարոն Պապյան, եթե բուհերի 90%-ում սովորում են աղջիկները, բա դպրոցում ով պետք է դասավանդի։ Տղամարդկանց, որ հիմա այսինքն տեղից է պետք սկսել։ Եթե երկչախմբի 100% աղջիկներն են, բա հետո ով է գնալու այդ դպրոցում դասավանդի, բա այդ եմ ասում։ Եթե մենք կրթությունը այնքան նույնքան ընկալելի չի տղաների շրջանում, ինչքան աղջիկների շրջանում, բա ով դասավանդի։ Ուրիշ տարբերակ մենք չունենք։ Ես կոնկրետ իմ մասնավոր դեպքի հիմա կարող է վիճակագրությունը մի փոքր տարբեր լինի, բայց այդ մասնավոր դեպքը ես հետաքրքրվել եմ իմ երեխայից եւ այդպես է, ու սա իմ կարծիքով պիտի երևի լրացուցիչ մտածենք խթանների մասին, որպեսզի նաեւ տղամարդ ուսուցիչներին ուղղորդենք դեպի դպրոց, սա առաջինը, օրինակ կանանց գործարար ակտիվության մասով մենք այս տարինոր աշխատանքային ծրագիր ենք ընդունել եւ նաեւ ձեռնարկության ռազմավարության մեջ նախկինում իհարկե եղել է այդպիսի մտահոգություն, որ ուղղակի այդպես ասած ձևական փոփոխություն կարվի, նույն ընտանիքի ենթադրենք տղամարդ անդամից դեպի կին անդամ փոփոխություն բիզնեսի մեջ, բայց նույնիսկ եթե անգամ այդպես լինի, իմ կարծիքով այդտեղ էլի վատ բան չկա։ Մենք նույնիսկ անգամ այդ ձևական փոփոխությունները իրենք ժամանակի ընթացքում կբերեն կնոջ ներգրավվածության մեծացման, որտեղ ինքը ստիպված է լինելու ինչ-որ պայմանագրեր ստորագրել, ինչ-որ ինքը ստիպված է լինելու պետության կամ այլ կազմակերպությունների հետ ինչ-որ գործնեության մեջ մտնել, այսինքն մենք անգամ նույնիսկ եթե գործառնական հիմնական գործառույթը տղամարդը իրականացնի, ընդհանրենք ընտանեկան բիզնես է, կինը ստիպված է լինելու որոշ դեպքերում ներգրավել այդ process-ի մեջ եւ դա էլի իր կամաց կբերի նրան, որ կանայք ավելի շատ կներգրավեն գործարար ակտիվության մեջ։ Ես կարծում եմ, որ այստեղ մենք ունենք անհավասարություն եւ դա եւ օբյեկտիվ հիմքեր ունի եւ նաեւ ունի որոշակի մշակութային եւ այդ թվում նաեւ ձեր նշած քրեական մշակույթի հետ կապված տարերը եւ կարծում եմ լրացուցիչ միջոցներ է պետք, որպիսի մենք ազդենք այս process-ի վրա, որովհետեւ ելի եմ կրկնում իմ տպավորությամբ մենք չունենք խտրականություն եւ պետության եւ մասնավոր հատվածի կողմից, բայց ունենք անհավասարություն խիստ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։